ինձ ուղարկեցին մի էջ, որտեղ որ իմ նկարն է տեղադրված ու շատ վատ գրառումով, որ ես շոկի մեջ եմ այդ գրառումից։ Իրականում ամենասկզբից նեղվեցի, բայց հետո հասկացա, որ ուղղակի տենց մարդիկ ես չեմ հասկանում ինչով են մտածում, տենց այդ ստեղծելուց, մարդկանց անունը վարքաբեկելով, մարդկանց անունի հետ խաղալով, ես հուսամ այս վիդեոն կտեսնի այդ էջ բացողը, ես իրան գրել եմ, ինքը ինձ չի պատասխանել, ու որպես հայի, որպես կին, որպես մայր, ես ուղղակի չեմ ամաչի ու կխնդրեմ, ուղղակի ջնջեք այդ նկարը, այդ գրառումով։ Ես ինձ ճանաչում եմ, ես ինձ գիտեմ ես ով եմ, իմ ազգը ճանաչում է ինձ, գիտի ես ինչ ձևի մարդ եմ, առհասարակ ով եմ, ինչ եմ, որ խոսքի ամեն ինչ դուք իմ մասին գիտեք։ Որպես կին եմ խնդրում ու առաջնահերթ որպես մայր եմ խնդրում, որտեղ շատ տհաճ երևույթ է, անկախ նրանից դու տենց ես, տենց չես, երեխեքը մտնեն դա տեսնեն ու կարդան։ Գոնե երեխաների խաթր, երեխաներին մի փոքր խղճալով, որ իրանց մամայի վրով տենց բան կարան գրեն, ուղղակի գոնե իրանց խաթր կխնդրեի այդ նկարը ջնջեք։ Իսկ բոլոր այն մարդկանց, ովքեր որ անհանգստանում ա ու երեկվանից ինձ ուղարկում ա, դեզ եմ շատ շնորհակալ, իրականում շատ տհաճ երևույթ է։ Հիմա հարսանիքի եմ գնում, բայց տրամադրություն չունեմ։ Կապ չունի, հիմա մարդիկ կհավատան, չեն հավատա, տհաճ երևույթ է։ Էջի ադմին, ես ուղղակի քեզ որպես Ժաննա եմ հիմա Էլենորից խնդրում, ջնջեք պոստը։ Այս տարիների ընթացքում ինչ վարում եմ բլոգը, ստացել եմ տարբեր նամակներ տարբեր մարդկանց կողմից, թե Facebook-ում, Instagram-ում ու TikTok-ում։ Իմ 3 սոցհարթակները շատ ակտիվ են ու նամակները ամեն սոցհարթակում ամենայն անկեղծությամբ եմ ասում մինիմում 300 նամակ կարամ ես ստանամ, մինիմում օրը։ Ու տարբեր նամակները երբ որ ստացել եմ, տարբեր էմոցիաներ իմ մոտ արթնացել, նամակ կարդալուց ուրախություն է իմ մոտ եղել, զարմանք, շոկ, խղճահարություն ինչ որտեղ, չգիտեմ, հուզմունք, տարբեր էմոցիաներ եմ զգացել։ Բայց երեք գիշերը ստացել եմ մի նամակ, որը որ անկեղծ չգիտեի ինչ ռեակցիա տայի ու չգիտեի ինչ զգայի, որովհետև այդ կարգի նամակ ես երբեք չեմ ստացել ու մի հատ խնդրում դուք կարդացեք ու մի հատ ինձ բացատրեք, կարող է ես եմ աննորմալ։ Սա նորմալ է, սենց նամակ ստանալը։ Չտա ֆեյք էջով ագրաչում կարող չեմ հասկանում, մի հատ խնդրում դուք կարդացեք, չեմ խոսում, որ չխանգարեմ, ճիշտ կարդաք։ Ես ուղղակի լուր կնստեմ, հետո կշարունակեմ։ Դուք կարդացեք։ Շոկի մեջ եք, չէ՞։ Հուսամ մինչև վերջ կարդացիք։ Ես չեմ, դուք եք։ Էս նորմալ է։ Ես անկեղծ նեշի, որ նկարով լիներ, այդ նկարում մարդու գցելու էի, կամ չեմ երևի կամ ինձ դա պետք չի, ես մենակ գցում այն ժամանակ, երբ որ իմ երեխեքին եմ կպնում, այստեղ նենց բովանդակության նամակ է, կամ այդ գրողը մի քիչ խնդիրներ ունի, կամ էլ չեմ կարող մեկնաբանեմ։ Դուք ուղղակի մի բան կարամ ասեմ, ժողովուրդ ջան, աշխատեք, ցանկացած աշխատանք դա ամոթ չի։ Ամոթ այսպես նամակ գրելը 5000, 10000 դրամի համար։ Այդի շատ ամոթ է։ Լիք ընտանիքներ կան, որ աշխատում են ու չի հերիքացնում գումարը, ծայրահեղ դեպքերում, որ դիմում են, ես լիք ընտանիքներ կան, լիք Աստված վկա ու այդ ընտանիքներն էլ երևի որ տենան հավաստիացնեն։ Ես լիք ընտանիքների իմ չափով, իմ հնարավորության չափով օգնում եմ։ Դուք նույնիսկ դա չեք տեսնում։ Դուք տեսնում եք իմ էջում այն ընտանիքներ, ովքեր որ իրանք են ուզում որ նկարահանվի, հետագայում որ ուրիշ մարդիկ իրանց օգնեն, բայց լիք ընտանիքներ կա, որ ցույց չեմ տալիս, ես իմ կողմից անում եմ, անկախ նրանից, որ ես էլ եմ իմ երեխեքին մենակ մեծացնում ու գիշեր ցերեկ աշխատում, գիշեր ցերեկ իմ ուղեղը չի անջատվում, բայց եթե մարդիկ չեն ուզում աշխատեն ու մունատ են գալիս, պարտադրում են դիմացին 5000, 10000 դրամի համար, կներեք դուք ինձանից ինչով եք լավը, որ չեք ուզում ոչ մի բան անեք, ուզես նամակներ եք ինձ գրում, իմ մոտ ինձ շոկ է, լուրջ եմ ասում։ Շատերը հարցում են, թե թափթփուկի հարցերը ինչ եղավ, ամեն ինչ ընթացքի մեջ է, խիստ ձգձգվեց, քանի որ ինքը նույն օրը փախել է Վրաստան, սաղ գիտեմ իր մասին, տնով, տեղով, քուրախբերներով, մորքուրներով, տատիկներով, տանտեղով, այո, բայց ես այդ թափթփուկին պետք է տենամ, ավելին ասեմ, այդ թափթփուկի տատին ու պապան փորձեցին կապնվել իմ տանոթներից մեկին, ներողություն խնդրեն, բնականաբար այդ ներողությունը ընդունված չի, քանի որ եթե մենակ իմ հասցեին ասված լիներ, միգուցե
ասեի հաջողություն քեզ, Աստված քո հետ, բայց եթե իմ երեխունը կպետքնել այդ բառերով, ինքը պետքա ամբողջ համոցանցով sense ներողություն խնդրի, որ խայտարակ լինի, ինձ դա է պետք, որ հիտը գետնին տա ու չկարողանա այլ նմանատիպ իր լափարոշ բերանը բացի, ով կպնի իմ երեխեքին հենց այդ ճակատագիրն են արժանանալու։ Ես համբերատար սպասում եմ, որ ինքը վերադառնա Հայաստան, որ գնամ իրանց տուն, միասին մի հատ սուրճ խմենք ու բնականաբար ամբողջ ժողովրդի մոտ ինքը ներողություն խնդրի իր բառերը հետ վերցնի, որ ժողովուրդը sense դեմքով ճանաչեն էլի այս թափթփուկին ու հեռու մնան, ինձ դա է պետք։ Իսկ եթե ինքը շատ ձգձգի չգա Հայաստան, ես կգամ Վրաստան։ Ես ոնց որ ստեղ կարամ ճշտեմ ինքը որտեղ է, ինչ է, երբ է վերադառնում, նույն ձև այնտեղ կգամ Վրաստանում սուրճ կխմենք միասին։ Այո։ Հա, տեսավ տատին ես իր ներողությունները հետ չվերցրեցի, այդ իմ ծանոթին որ ասեցի ներողություն խնդրելու փոխարեն դրան դաստիարակիկ, ասում եմ մենք գիտենք որ վաղ ամսի 20-ին Ժանան գալու է Գյումրի, կհանդիպենք, մի հատ էլ սպառնում էր տատին ինձ։ Կհանդիպենք տատի ջան, անպայման, ես քեզ վաղը կսպասեմ։ Երեք բլոգեր Պարուհի Էլեոնորա Պետրոսյանի ծննդյան տարեդարձն էր։ Այս առիթով երիտասարդ աղջիկը խնջույք էր կազմակերպել իր շուրջը հավաքելով հայաստանյան հայտնի բլոգերներից մի քանիսին, երգչուհի Դիանա Հարությունյանին, Նանային, հաղորդավարուհի Դինա Հակոբովնային եւ մի շարք այլ հայտնիների։ Նրանք երեկոյի ընթացքում մի լավ ուրախացել են ապրել ու այդ կադրերով կիսվել Instagram-յան հարթակում։ Կադրերում նաեւ երևում է Էլեոնորա Պետրոսյանի ստացած շքեղ նվերը, որը ծաղկեփունջն է։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ երեկոյից մի քանի կադրեր եւ միանում բոլոր շնորհավորանքներին։